Դե պատկերացրեք գնում եք ինչ որ կարակ պիտի առնեք, որի վրա ոչինչ գրված չէ։ Ընդհանրապես գրած է Made in USA։ Ծիծաղելին որն է։ Որ աղանդավորները այսօր հայ եկեղեցու հետ, ուրիշ եկեղեցիների հետ էլ, բայց կոնկրետ մեր օրինակն եմ ասում, խոսում են Աստվածաշնչով եւ ասում են դուք ձեր ավանդությունից եք խոսում, տեսեք, այլ Աստվածաշնչում այդպես գրված չի։ Աստվածաշնչում ինչ որ գրված է, դա է ճշմարտությունը, իսկ եկեղեցական ավանդությունը ճշմարտություն չէ։ Ես միայն սևը ես սպիտակը գիտեմ։ Ես այդ բանին անկեղծ ասեմ, ես չգիտեմ, ծիծաղեմ, խնդամ, ողբամ, թե մարդուն ասեմ, եղբայր, քրիստոնյան միայն ուժեղ է լինում։ Թույլ քրիստոնյա գոյություն չունի, դա միֆ է։ Ոչ միայն մոլորության, նաև հերձվածողի մեջ ընկնել, ոչ միայն հերձվածողի, նաև կարող է եկեղեցին 1700 տարվա հարթակն է, որ վստահելի կերպով իր ժողովրդին առաջնորդել է, վստահելի կերպով սերնդեսերունդ փոխանցվել են այդ գիտելիքները։ Աստված օգնական Հայր Սուրբ ջան։ Աստված պապա, սիրելի Արտուր ջան։ Ինչպե՞ս եք Հայր Սուրբ ջան։ Հարկ տիրոջ։ Հայր Սուրբ ջան, նախ ուզում շնորհակալություն հայտնեմ, որ կարողացաք ժամանակ գտնել, որ զրուցենք այսօր։ Եվ կուզենամ մենք այսօր զրուցենք մեր երիտասարդության մասին, մեր ապագայի մասին, մեր հայ առաքելական եկեղեցու ապագան, Բելգիայի թագավորության մեջ ինչպես կարող ենք տեսնել, քանի որ նախորդ զրույցում երբ մենք խոսեցինք, մոտավորապես 1 տարի անց է եւ ահագին շրջադարձ է ունեցել մեր եկեղեցին, ահագին փոփոխություն ունենք։ Կուզենայի այդ թեմայի շուրջ այսօր զրուցենք եւ շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք, որպեսզի կայանա այս մեր գեղեցիկ զրույցը։ Սիրով ես եմ շնորհակալ հրավերի համար, նաև առիթի համար, որպեսզի խոսենք, լուսաբանենք մեր եւ համայնքային կյանքը եւ եկեղեցու կարգավիճակը եւ նաեւ այն նպատակներն ու իղձերը, որ մենք ունենք կապված հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ Բելգիայում, Անտվերպենում եւ առհասարակ Եվրոպայում։ Հայր Սուրբ ջան, երբ մենք հիմա նայում ենք եկեղեցուն, նայմանավանդ երիտասարդները, նրանք մտածում են, որ եկեղեցին դա անցյալում է եւ շատ բավականին մեծ մաս իրենց ապագայի մեջ եւ այս 21-րդ դարի այս դիջիտալացված, ոնց որ ասած, այս թվային կյանքում չեն տեսնում եկեղեցական եւ հոգեվոր կյանքը։ Ես կուզենայի, որպեսզի մի քիչ զրուցենք այդ թեմայի շուրջ, ինչպես անենք, որպեսզի մեր երիտասարդները գան եկեղեցի, քանի որ մենք տեսանք, թե ինչպես դուք դա կատարեցիք, որ մեր եկեղեցին այսօրվա օրով Անտվերպենի լեփ-լեցուն է երիտասարդությունով եւ երեխաներով, եւ դա շատ ուրախալի է մեզ համար։ Կուզեի, որպեսզի ասեք, ինչպես անենք, որ բոլոր մնացած եկեղեցիներում էլ այդպես լինի։ Ես շնորհակալ եմ հարցի համար, շատ խորհուրդ հարց է։ Չնայած որ աշխարհը գնում է ավելի թվայնացման եւ մարդիկ ավելի նախընտրում են թվային աշխարհով ապրել, որտեղ երբեմն մեր իրականությունը մի քիչ բարդ է դառնում մեր համար ընկալելի, ավելի հեշտ է դառնում թվային աշխարհում վիրտուալ իրականությունը, որտեղ դու կարող ես այլ իրականություն քո համար կազմել եւ այդ իրականության մեջ ապրել, բայց ցավոք սրտի այդ իրականությունը դա վիրտուալ իրականություն է։ Ես միշտ խոսելուց օրինակը բերում եմ, որ երբ ենք մենք հասկանում, որ մենք երազ ենք տեսնում, միայն արթնանալուց հետո, քանի մենք չենք արթնացել, այդ երազը մեզ համար իրականություն է լինում։ Երբ որ աստվածային արթնություն ունենում ենք, մեր աչքերը բացում ենք, հասկանում ենք, որ իրականությունը այլ է եւ ինչ որ մենք տեսնում ենք, դա մեր ուղեղի արտադրանքն է։ Նույնը վիրտուալ իրականությունն է, որ ուշ թե շուտ ոչ միայն երիտասարդները, այլ նոր գալող եկող սերունդը իրենք էլ ուշ թե շուտ հետ կանգնում են, տեսնում են, որ այն իրականությունը, որտեղ իրենք ապրում են եւ այն իրականությունը, որ իրենց տրվում է, դրանք չեն համապատասխանում մեկը մյուսին։ Եվ արդեն առաջ է գալիս մարդկային զգացական աշխարհը, այսինքն մարդ ինքը զգացական մարդ է։ Միշտ կարիք ունի իր էմոցիաները ցուցաբերելու, կարիք ունի իր դեմքի արտահայտությամբ ցուցաբերելու, նաև իր մտածումները, ուրախ է, տխուր է եւ ամենակարևորը կարիք ունի որևէ անձնավորության հետ ուղիղ շփման։
Եթե տեսնենք անգամ ուշադրություն դարձնենք Աստվածաշնչում ստեղծագործությունը, Ադամին ամեն ինչ տրված էր։ Եվ ինքը ապրում էր մի աշխարհում, որ Աստված իրեն տվել էր, դա մի լավ կատարյալ աշխարհ էր, բայց խնդիր ուներ, իր նմանը չուներ, ինքը իր նմանին էր ուզում, որ կիսի իր հույզերը, իր մտորումները կիսի այդ մարդու հետ, եւ ուստի նաեւ Աստված տվեց Եվային, տիկնոջը։ Այս մեր մարդկային սոցիալական կերպար լինելը արդեն դա քրիստոնեական հիմքերի մեջ է։ Այսինքն քրիստոնեությունը կամ եկեղեցին դա ուղղակի կառույց չէ, ուղղակի շենք չէ, որտեղ մտնում ես, աղոթք տանում ես, մոմը վառում ես, դուրս ես գալի, ոչ։ Եկեղեցին դա ապրող օրգանիզմ է։ Այսինքն եկեղեցին այդ մարդիկ են, որ մեկը մյուսին միացած ապրում են եւ ապրում են քրիստոնեական կյանքով, որտեղ քրիստոնեությունը զուտ կրոն չէ։ Այսինքն եթե զուտ կրոնական իմաստով վերցնենք, քրիստոնեությունը լավ գաղափարներ, բարոյախոսություն, այդպես պիտի վերցնենք, բայց քրիստոնեությունը կենցաղավարություն է։ Կենցաղավարություն, որ մարդուն առիթ է տալիս տեսնել կյանքի գույները, լավագույն գույները։ Օրինակ, երբ որ սովետական միության ժամանակ որևէ մեկին ասեիք, որ գունավոր հեռուստացույց է լինելու, գունավոր պատկերներ պիտի տեսնենք, այդ մարդը կասին ինչպես գունավոր։ Ես միայն սևը ես սպիտակը գիտեմ։ Հիմա քրիստոնեությունը մեր երիտասարդներին հնարավորություն է տալիս, որ աշխարհը գույներով տեսնեն։ Այն սև ու սպիտակը չտեսնեն, որ աշխարհը իրենց հրամցնում է, այլ տեսնեն աշխարհը գույներով, իր լավ եւ վատ գույներով։ Եվ սա է խնդիրը, որ պիտի երիտասարդների հետ անմիջական շփում ունենանք, որտեղ ինչպես դուք շեշտեցիք, մեր ապագան երիտասարդներն են։ Մենք հիմա ինչ որ կառուցում ենք, պիտի նաև հետագիծ ենք թողնում։ Եթե մեր հետևորդները, եթե մեր փոքրերը, մեր երիտասարդները չշարունակեն այդ հետագիծը, դա ուղղակի ջնջված գիծ է լինելու։ Մարդիկ ժամանակին, երբ որ պատրաստ էին զոհողություն անեն, թեկուզ պատերազմների ժամանակ, թեկուզ շինարարությունների ժամանակ, ինչի են մարդիկ գնում ամբողջ կյանքը դնում շինարարության մեջ, կամ պատերազմի մեջ էին զոհվում, կամ որևէ, որովհետև վստահ են, որ իրենց հետևից եկողը իրենց գործը պիտի շարունակի։ Մեղուների պարսի նման, երբ որ մեղուները հարձակվում են շնաճանճի վրա, պատրաստ են զոհվեն, որովհետև գիտեն, որ երկրորդ իրենց հետևից եկող մեղուն նույնը պիտի անի։ Եվ եթե մենք չունենք ու չկարողանանք ունենալ այս վստահությունը, որ այն ինչ որ մենք այսօր անում ենք երիտասարդները պիտի դա շարունակեն, ուրեմն մեր արած ուղակի ջնջվելու է։ Այս է պատճառը, որ երիտասարդներին պիտի անպայման ներգրավենք համայնքային ու եկեղեցական կյանքի մեջ քրիստոնեական սկզբունքներով, իսկ դրա համար պիտի երիտասարդի հետ խոսես երիտասարդի լեզվով։ Պողոս առաքյալը հստակ առաքելության սահմանումը տալիս է։ Օրենքից դուրս եղա, չնայած օրենքի մեջ է, որպեսի իրենց շահեմ։ Մտա օրենքի տակ, չնայած որ Քրիստոսի օրենքով էի ապրում, որպեսի իրենց էլ շահեմ։ Աղքատի հետ աղքատ եղա, որպեսի իրենց էլ շահեմ Քրիստոսի համար։ Եթե երիտասարդի հետ իր լեզվով չխոսես, երբեք չես շահի։ Գեղեցիկ օրինակ բերեցիք նաև չէ որ Պողոս առաքյալը երբ եկավ Աթենք, չաստվածների փողոցով անցնում էր, տեսավ որ այնտեղ նաև դրված է անհայտ Աստծո արձանը եւ նա այդ անհայտ Աստծով մարդկանց սկսեց գրավել եւ խոսալ այդ թեմայի շուրջ։ Որտեվ ասեց ես չեմ եկել ձեզ նոր բան ասելու, ես եկել եմ ձեզ այն Աստծուն, որ դուք փառաբանում եք, այդ Աստծու անունը ձեզ տալու։ Գիտեք, եթե մարդը ինչ որ գաղափար ունի, թեկուզ երիտասարդը, ու դու անմիջապես ասես քո գաղափարը սխալ է, անմիջապես։ Այդ երիտասարդի մոտ խնդիր է առաջանալու իր գաղափարը պաշտպանելու։ Բայց եթե մտնես իր գաղափարի մեջ, կիսես եւ փորձես այդ գաղափարից քաշես դեպի քրիստոնեական արժեհամակարգ, շատ ավելի հեշտ է լինելու։ Եթե մարդն ասում է, որ ես յոգայի սիրահար եմ, ու դու անմիջապես ասես, որ գիտես յոգան մեղք է, պիտի յոգայի մեջ չլինես, մարդը կսկսի ինքնապաշտպանվել։ Դա մեր բնությամբ է տրված։ Երբ որ մարդուն մեղադրում ես, առաջի իր համապատասխան ցուցիչը պաշտպանությունն է, անմիջապես պաշտպանվում է։ Բայց երբ որ ասես, այո, յոգայի մեջ կարևոր բաներ կան, խելացի բաներ կան, շատ լավ է որ զբաղվում ես, բայց եւ շարունակաբար բերես այն կետին, որ քրիստոնեության մեջ ավելի կարևոր հանգամանքներ կան, որ այդ ինչ որ յոգան քեզ տալիս է, դրանից առավել է քրիստոնեությունը քեզ կտա, ինքը մեծ սիրով կգա։ Հայրսուր ջան, օրինակ այսօր հավատքը կարծես հանրային կյանքից մարդկանց դուրս է եկել, նամանավանդ մենք տեսնում ենք դա Եվրոպայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում
եւ դպրոցներում նաեւ քարոզվում է արդեն միասեռամոլների եւ համասեռամոլների ամուսնություն եւ տարբեր բաներ, որպեսզի երեխաները դաստիարակվեն ուրիշ մի կյանքով, ուրիշ մի հավատքով, հույսով, որպեսզի հեռանան Քրիստոսից։ Ինչպես անեն, որ երիտասարդների ծնողները կարողանան իրանց երիտասարդներին բացատրեն, որ այնինչ իրենք սովորում են դպրոցներում, համալսարաններում, դա մեկ այլ արժեք ունի, քան մեր հայ առաքելական եկեղեցին եւ մեր հայկական օջախների այդ ավանդույթները։ Սիրելի Արտուր, կարծում եմ այստեղ բացարձակ բարդություն չկա։ Բացարձակ, որովհետև ինչպես ասեցիք, աշխարհաքաղաքականացումը այսօրվա մեր իրականության մի պարզ նպատակ է հետապնդում, ինչու է հենց հարվածի տակ դրվում առավել եւս քրիստոնեությունը, չնայած դա բոլոր կրոններին է վերաբերվում, որտեղ եթե ուսումնասիրենք, կհասկանանք, որ կրոնական մարդուն, նամանավանդ հավատավոր քրիստոնյա մարդուն կյանքում ոչինչ չի կոտրում։ Յուրաքանչյուր հավատավոր քրիստոնյա պատրաստ է կորցնել այս կյանքում ամեն ինչ եւ զրոյից վերականգնվել, որովհետեւ ինչպես գիտեք, մկրտության ժամանակ մենք 3 բան ենք ասում բացի մկրտությունը. հույս, սեր, հավատ։ Այս 3 կոմպոնենտները երբեք մարդուն թույլ չեն տալիս, որպեսզի ինքը հուսահատության լույսի ներքո հանկարծ որևէ բան կորցնի։ Անհավատ մարդուն կառավարելը, կոտրելը, ճնշելը եւ քու ուզած ուղղությամբ տանելը շատ ավելի հեշտ է, քան հավատավոր մարդուն, որովհետեւ հավատավոր մարդ, ինչպես ասեցի, բոլոր գույներն է տեսնում, բոլոր գույները։ Հիմա պարզ օրինակով ասեմ, երբ որ մարդկանց տրվում է ինչ որ կյանքի յուրահատուկ ձև, Instagram, TikTok կամ սոցիալական հարթակներով, որ մարդիկ տեսնում են ու ասում են, բայց ինձ ուսում պետք չի, սովորել պետք չի, տեսեք այս աստղերը այսպես դրամ են աշխատում, կամ մյուսները, կամ տեսեք ինչ լավ լյուքս կյանքի մեջ են ապրում, դա այն է ինչ որ իրենց տրվում է, բայց դա այն չէ, որ իրենք պիտի վերցնեն։ Երբ որ Աստվածաշնչի մեջ ասում է, որ մի ենթարկվեք աշխարհական օրենքների, մանավանդ Պողոս առաքյալն է ասում եւ մանավանդ Քրիստոս, չի նշանակում, որ օրենսդրությանը մի ենթարկվեք, այլ նշանակում է, որ ինչ որ աշխարհը քեզ ցուցիչներ տալիս է, դրան մի ենթարկվի։ Այսինքն, եթե աշխարհը ինձ ցուցիչ է տվել, որ եթե մարդը գալիս է մոտենում է եւ իր հագուստը չի համապատասխանում բրենդային ինչ որ հագուստի, ուրեմն ինքը աղքատ մարդ է։ Դա աշխարհի տված ցուցիչներն են, որ կյանքը մեզ այդպես սովորացնում է։ Բայց քրիստոնյա մարդու համար ինքը հագուստին չի նայում։ Ինքը նայում է մարդու ներքին աշխարհին ու շատ դեպքեր կան, որ մարդը պարսակուստով, բայց միլիոնատեր է լինում։ Շատ դեպքեր կան, որ մարդուց դրամ ես ուզում, քեզ դրամ չի տալիս, բոլոր տեղերն ասում ես, որ ինքը ժլատ է, ձրփակ մարդ է։ Բայց մյուս կողմից իմանում ես, որ մարդը մանկատների եւ աղքատ ժողովրդին կամ աղքատների համար միլիոններ է նվիրաբերում։ Այսինքն մարդը ժլատ չի, հակառակը, մարդը բարի քրիստոնեական մարդ է։ Եվ այն բոլոր ցուցիչները, որոնցով մենք սովորաբար սկսում ենք մարդկանց արժե համակարգերը ձևավորել կամ դատել իրենց հագուստից կամ իրենց վերաբերմունքից, դա աշխարհի տվածն է։ Իսկ քրիստոնեությունը մեզ ուրիշ գործիքակազմ է տալիս։ Հիմա եթե երիտասարդը քաջ գիտակցի, որ հավատացյալ լինելը ոչ թե նշանակում է, որ դու այ մնացածի նման չես, տես դու հավատացյալ ես, դու ուրիշ ես, ոչ, հավատացյալ նշանակել լինում է դու հզոր ես, դու զորավոր ես։ Միշտ ասում են, որ ձուկն է, որ գետի հոսանքին հակառակ է լողանում։ Կենդանի ձուկը։ Բոլոր սատկած ձկները գետի հոսանքի հետ գնում են։ Հիմա քրիստոնեությունը մեզ ասում է դուք կենդանի եք, դուք մահացած չեք։ Այդ հոսանքի հետ մի գնացեք։ Պարզ օրինակով ասեմ, երբ որ նույն երիտասարդներին էլ եմ ասում, երբ որ մենք այստեղ փողոցում քայլում ենք, ինչ ենք նայում, ինչ շքեղ մեքենայով մարդ անցավ, Ferrari էր կամ Porsche էր, բավականին դրամ ունի, վայ տեսար ձերքին ինչ հետաքրքիր ժամացույց կար կապած, տեսար ինչ հեռախոս էր ինքը օգտագործում, հեսակ ինչ շքեղ հագուստ ուներ, բայց բավականա նստենք ինքնաթիռ եւ 10,000 մետր բարձրանանք, այլևս բոլոր այդ արժեքները մեր համար զրոյանում է, որովհետեւ չենք տեսնում, մենք սկսում ենք գնահատել աստվածային ստեղծագործությունը, ինչ գեղեցիկ լեռներ են, ինչ գեղեցիկ ամպեր են, ինչ գեղեցիկ ծով է։ Այսինքն ընդամենը 10,000 մետր բարձրության վրա այն ինչ որ մեր համար 10 րոպե առաջ մեծ արժեք էր ներկայացնում, հիմա այլ արժեք չի ներկայացնում, որովհետև չենք տեսնում ինքը, վերջացավ։ Դա համար քրիստոնեությունը մեզ ասում է, որ եթե դու հավատավոր ես, դու զորեղ ես, ուժեղ ես դու, քեզ չեն կարող կոտրել
Եվ դու կարող ես կյանքի ուրիշ գույներ տեսնել, որը որ քեզնից թաքցված է, որը որ չեն ուզում որ դու տեսնես։ Որտեւ եթե կյանքը լավ հասկանաս եւ այդ գույները տեսնես, այլևս դու կառավարելի չես դառնում։ Այդ այսօր մեզ ինչ են ասում, գնա գործի, դրամը ստացի, արի տուն, շաբաթ կիրակի գնա հանգստացի, դա է քո կյանքը։ Դու այլևս ոչինչ չունես անելու։ Այն երևություն ժամանակին ստրկության մասին, այսինքն ստրուկները ինչպես էին, ասում էին գնա աշխատի, վաստակի, արի քնի։ Հիմա կոպիտ օրինակով, այսինքն նույն կարգավիճակի մեջ ոչ քրիստոնեությունը մեզ կենթանություն է տալիս։ Մենք ավելի կենթանի ենք դառնում։ Մենք ավելի լավ ենք տեսնում աշխարհը եւ ավելի լավ ենք ընկալում եւ ավելի զորավոր ենք դառնում, որպեսզի մեզ ոչ մեկ երբեք կյանքում չկարողանա որևէ կերպ շեղի մեր ուղուց։ Պարզ իրականությունն է։ Եթե երիտասարդը սա հասկանա, ինքը հավատքով կհասնի իր յուրաքանչյուր նշաձողին, ինչը որ իր դիմաց դրել է եւ հավատավոր լինելը չի խանգարում երիտասարդին նորմալ կյանքով ապրելու։ Ցավոք սրտի կա մի տենդենց, որ մարդիկ հիմա հայտարարում են, երբ դու քրիստոնյա ես, դու խղճուկ ես, դու վախկոտ ես, եւ հիմա ես շատ եմ նկատել, որ հայերի մեջ էլ կա այդպիսի բլոգերներ կան, որ խոսում են, որ միջև քրիստոնեությունը մենք ծովից ծով ենք, քրիստոնեությունը ձեռք բերեցինք, ամեն ինչ կորցրեցինք, բայց չէ որ Քրիստոսով ապրողը ավելի հզոր է, թե հոգևոր կյանքում, թե ֆիզիկապես աշխարհիկ այս կյանքում։ Ես մի քանի օրինակներ կբերեմ։ Առաջինը, երբ որ ասում են, որ միջև քրիստոնեությունը ծովից ծով ենք, հետո ավելի փոքր դարձանք, միջև քրիստոնեությունը Բաբելոնն էլ կար, Ասորեստանն էլ կար, մյուսներն էլ կային, բայց միջև քրիստոնեությունը ընդունել իրանք փոքրացան։ Նույն ոչ քրիստոնյա մոնղոլները կային, Ալեքսանդր Մակեդոնեցին կար, մյուսները կար, որ միջև քրիստոնեությունը ընդունելը փոքրացան։ Այսինքն դա պարզ մի երևույթ է, որ մարդիկ անգիտակցաբար մի տեղից որևէ բան լսում, գալիս օգտագործում են։ Երկրորդ կարևոր հանգամանքը աշխարհի զորավոր երկրները բոլորը քրիստոնյա են եղել։ Ամերիկան քրիստոնյա է եղել, եվրոպական բոլոր պետությունները քրիստոնյա են եղել, Անգլիան քրիստոնյա է եղել, չէ՞ որ բոլոր քաղաքակրթությունը, որ այսօր բոլոր աշխարհի տարբեր կետերից փորձում են գան Եվրոպա, որտեղ ինքը զարգացած, այդ հիմա այս վերջի մի քանի տարվա ընթացքում, բայց մինչև դա բոլոր եվրոպական պետությունները զորավոր քրիստոնյա են եղել, զորավոր քրիստոնյա։ Երկրորդ կարևոր բանը, միշտ օրինակը բերվում է, որ քրիստոնեությունը մեզ տկարացնում է, ու ցավալին նաև որ մարդիկ օրինակը բերում են, որ եթե քու քրիստոնեությունն ասում է, եթե քու այդին ապտակում են, մյուսն էլ դարձրու, միշտ բոլորը որ այդ օրինակ ինձ բերում են, ես հակառակ հարցն եմ տալիս։ Եթե դուք կարդացել եք Աստվածաշունչը, մանավանդ նոր կտակարանը, ուրեմն ինձ պատասխանեք, երբ որ Քրիստոսին ապտակեցին, ինքը իր մյուս այդը դարձրեց թե ոչ։ Մարդիկ պատասխանն են սպասում, ես չեմ պատասխանում։ Գնացեք, կարդացեք, կտեսնեք։ Հետո կգաք, կտեսնենք, որ այդպես չի, որովհետև այն չի, ինչ որ մարդիկ մեկնաբանում են իրենց կամայականությամբ, այլ այն է, ինչ որ իրականում ճշմարտությունը թաքնված է ավետարանի ներսում։ Այսինքն պետք չէ կամայական մեկնաբանություններով ասել, որ քրիստոնեությունը մեզ տկարացրեց եւ այլն եւ այլն։ Ես բարձրագույն օրինակով կարող եմ ասել, որ երբ որ ցեղասպանությունից հետո արդեն գրեթե կազմալուծված Հայաստանի վրա հարձակում գործեցին, որ ոչինչ չունենք, այդ քրիստոնեությունն էր, չէ՞, մեր կաթողիկոսներ, մեր հավատավոր հոտներ, որ Սարդարապատում կռիվ տվեցին եւ այնինչ որ մտածում էր, որ անհնար է, որ մենք այդպիսի կռիվ հաղթենք, հաղթեցինք։ Այնպես որ քրիստոնեությունը մարդուն միշտ զորավոր է սարքում։ Չկա թույլ քրիստոնյա, աշխարհի տակին չի լինում թույլ քրիստոնյա։ Այդպիսի գաղափար չկա։ Քրիստոնյան միայն ուժեղ է լինում։ Թույլ քրիստոնյա գոյություն չունի, դա միֆ է, ուղղակի միֆ է։ Ոչ մի մարդ չի կարող քրիստոնյա լինել եւ թույլ լինել։ Այսօր ջան, նոր խոսում էինք թվային աշխարհի մասին, քանի որ երիտասարդները որպեսզի սխալ չընկալեն մեզ, կուզենայի որպեսզի նաև ասեինք բացատրեիք, որ դա թվային աշխարհում կարող ենք թե Instagram-ից, թե Facebook-ից, թե YouTube-ից եւ ամեն տեսակի այդ թվային սոցիալական ցանցերից օգտվել, բայց ի օգուտ մեր եկեղեցուն, ի օգուտ մեր հոգևոր կյանքին, ի օգուտ մեր ճշմարիտ քայլերին։ Վստահաբար կարող եմ ասել մի բացառությամբ, գիտեք, երբ որ ես գնում էի սունկ հավաքելու մեր անտառում, մեր մեծերինց բացատրում էին, թե ինչպես պիտի տարանջատեմ թունավոր եւ ուտելու սունկերը,
ինչենին պիտի հետևեմ, դրանից հետո ես անհոգ գնում էի այդ սունկը հավաքում էի եւ վստահաբար բերում էի տուն։ Ամեն դեպքում եւս մի անգամ մեր տանը ստուգում էին, արդյոք ես բոլորը ուտելի սունկեր եմ հավաքել, թե հնարավոր է որպես չնայև թունավոր սունկ լինի։ Հիմա թվային աշխարհը այդպես է։ Եթե մարդը իր հոգեկերտվածքով քրիստոնյա է եւ կազմավորված է որպես քրիստոնյա եւ པարզ ունի ունակությունը տարանջելու ճշմարտությունը եւ ոչ ճշմարտությունը, վստահաբար թվային աշխարհից կարող է լավագույնս օգտվել։ Բայց եթե դեռ չունի այդ խնդիրը, այսինքն դեռ ինքը չգիտի արդյոք այն ինչ որ ինքը նայում է դա ճշմարտությունն է, թե դա ուղակի քարոզչական ինչ որ մեքենայի հորինված կեղծ ճշմարտությունն է, ինքը շատ արագ կարող է մոլորության մեջ ընկնել, ոչ միայն մոլորության, նաև հերձվածողի մեջ ընկնել, ոչ միայն հերձվածողի, նաև կարող է կյանքին սկսել այլ աչքերով նայել։ Ուստիև ինձ համար կարևոր է, որ մարդը մինչև սունկ հավաքելը գոնե մինիմալ գիտություն ունենա, թե որ սունկերը կարելի է առհասարակ դիտարկել որպես ուտելի սունկեր։ Եվ անգամ եթե ինքը այդ պատրաստությունը չունի, այդ ամեն սումկերը հավաքելուց հետո, որպեսի ետ վերադառնա եւ գոնե ընտանիքի անդամներից գոնե մեկը իրեն ցույց տա, որ գիտես, այո, սա ուտելի է, բայց սա թունավոր է, որ վաղը մյուս օրին քայլևս այդ թունավորը չվերցնի։ Շատ շատեր ունեն երիտասարդներից, որ նայում են տարբեր Instagram-յան էջեր կամ Facebook-յան էջեր, որտեղ աղանդավորները իրենց ձևով են բացատրում Աստվածաշունչը, մարդը, որ ընդհանրապես կապ չունի ոչ աստվածաբանության հետ, ոչ տարական գիտելիք ունի, իր ձևով է բացատրում, մեկը ընդհանրապես ասում է, որ գիտեք, այսպես չի եղել, այսպես է եղել, եւ շատ հեշտությամբ այդ հորձանուտի մեջ ինքը կարող է ուղակի կորսվել։ Պարզ երևույթով ասեմ, որ առօրյա մեծ նավերը, երբ որ օվկիանոս են դուրս գալիս, ունեն նավիգատոր կոչվածը, չէ՞։ Եթե դա չլինի, մարդիկ շատ հեշտությամբ կկորսվեն։ Ոնց որ մենք հիմա մեքենայով ես ձեր մոտ գալուց նայում էի նավիգատորին։ Եթե գետ մի անգամ ինտերնետն անջատեն, ես կարողա կորսվեի, որովհետև սովոր չեմ ցուցանակներին նայելու, սովոր չեմ կողմնորոշվելու։ Դրան ենք սովորել մենք արդեն։ Դրա համար շատ կարևոր է, որ երբ որ Աստված մի արասի կտրվում է ինչ-որ մի բան, դու իմանաս, թե որ աստղերով էլ կարող ես հասկանալ, թե որ ուղղությամբ ես գնում։ Կամ մոտավորապես հյուսիս-հարավով էլ կարողանաս հասկանալ։ Հիմա մեր նպատակը, որ մեր երիտասարդներին բացատրենք, ցույց տանք ճանապարհը, ինչպես տարանջատել ճշմարտությունը կեղծիքը, դրանից հետո իրենք կարող են ամբողջ համացանցից էլ օգտվել, վստահաբար ի օգուտ պես հիմա այսօր մենք էլ ենք օգտագործում նույն իմ երիտասարդների հորդորով կարճ տեսահոլովակներ ենք նկարում TikTok-ի համար, Facebook-ի համար, Instagram-ի համար, սոցիալական այլ ցանցերի համար, փորձում ենք այսինքն ինչ որ տարբերակով մարդկանց տեղեկացնել, չնայած վերջինը որ շատ ավելի զվարճալի էր, թե ինչպես են առհասարակ հայ սուրբերին բարևում, դա էլ էր կարևոր, եւ հիմնականում վերցրել ենք այն արտահայտությունները, որոնցով որ ինձ բարևել էին, մինչեւ որ այդ տեսահոլովակը նայեցին եւ հասկացան, որ բարևելու համար այս կարգը կա։ Հայ Սուրբյան, իսկ ինչպես ընդհանրապես ոչ թե միայն երիտասարդները, այլ մեր հավատացյալ ժողովուրդը ինչպես հասկանան, որ պետք չի աղանդավորներին լսել եւ այդ աղանդավորների տեսանյութները նայել, որովհետեւ բոլորը ասում են, չէ որ այնտեղ է կա ճշմարիտ խոսք, չէ որ այնտեղ էլ ինչ Աստվածաշնչից են խոսում, բայց մեծ մասամբ խոսողների մեծ մասը, ինչպես դուք ասացիք, աստվածաբանական կրթություն չունեն եւ Աստվածաշունչը բացատրում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում, ինչպես իրենց է հաճելի, որպեսզի մարդկանց մանիպուլացնեն։ Ինչպես բացատրենք մեր հավատացյալներին, որ կարիք չկա այդ բաները նայեն։ Պարզ երևույթով կասեմ, շատ պարզ երևույթով, թվային աշխարհի մեջ պիտի ասեմ։ Կան կայքեր, կան հարթակներ, որ իրենք վստահելի են եւ դու երբ որ գնումներ կատարում ես, կոնկրետ այդ հարթակներից ես գնում կատարում, որովհետեւ արդեն հաստատված են տարիներով իրենց հեղինակություն ունեն։ Որ այդ հարթակները իրոք վստահելի նյութեր են քեզ վաճառում։ Եվ կան հարթակներ, որ օրը 4 անգամ բացում փակվում են եւ ինչ որ պատվիրում ես կամ չի գալիս կամ խապված ես գտնվում կամ մյուսու ինքդ քեզ հարցնում ես, որ ինչպես եղավ, որ այս հարթակը չի աշխատում։ Հիմա դրա նման եկեղեցին 1700 տարվա հարթակն է, որ վստահելի կերպով իր ժողովրդին առաջնորդել է, վստահելի կերպով սերնդեսերունդ փոխանցվել են այդ գիտելիքները։ Մյուս հարանվանությունները հարթակներ են, որ վերջին 10-15 տարվա ընթացքում ի հայտ են եկել եւ չգիտես ինձ ծագումնաբանությունը։
իրոք չգիտես ծագումնաբանությունը։ Լավ պարզ հարց, կենցաղային օրինակով, երբ որ դու գնում ես որևէ պանիր գնելու կամ որևէ տեղ ինչ-որ բան գնելու, նայում ես որտեղի արտադրանքն է։ Ճիշտ է, նայում ես ով է արտադրանքի հեղինակը, որտեղ է արտադրված։ Դե պատկերացրեք գնում եք ինչ-որ կալակ պիտի առնեք, որի վրա ոչինչ գրված չէ։ Ընդամենը գրած է Made in USA։ Այսինքն դու պատրաստ ես այդ կալակը վերցնես, գնես առանց իր ծագումնաբանությունը իմանաս ու տաս քո զավակին։ Բայց այսօր մենք այդպես ենք անում։ Այսօր մարդիկ գնում են ասում են դե ինչ անենք, իրենք էլ են Աստծուց խոսում, մյուսներն էլ են ասես, եղբայր ծագումնաբանությունը նայեք։ Դու գնում ես միտեղ, որտեղի ծագումնաբանությունը դու չգիտես որտեղից է գալիս։ Լավ ինչու եթե սովորական հագուստ առնելուց գնում ենք այդ փոքրիկ հատվածը բացում ենք, նայում ենք Չինաստանում է արտադրված, թե Եվրոպայում, ասում ես, հա, եթե Չինաստանում է, լավը չէ։ Չնայած հիմա ամեն ինչ Չինաստանում է արտադրվում։ Ինչու հագուստի ժամանակ նայում ես, բայց երբ որ հարցը գնում է քո կյանքի մասին, քո կենցաղավարության մասին, չես նայում։ Ո՞րն է պատճառը։ Ինչու եթե դու գիտես, որ իտալական բրենդը կա, որ ունի 200-300 տարվա պատմություն, եւ այդ կոշիկը քեզ անվճար տալիս է կամ տալու ժամանակ ընդամենը քեզնից 10 եվրո է ուզում, դու ասես չի ամեն դեպքում ես պիտի գնամ չինականը հագնեմ, որովհետեւ չինականը ոտքիս ավելի ոնց որ լավ է նստում, իմանալով հանդերձ որ վաղը մյուս օրը կարող է պատռվել կամ որևէ բան, պլյուս չինականն էլ քեզնից ավելի շատ է պահանջում։ Միշտ հստակ է։ Այնինչ որ դարավոր պատմություն ունի, այնինչ որ կանգուն է, վստահաբար դրա հիմքերը պինդ են։ Վստահաբար։ Երկրաշարժների ժամանակ տեսնում եք, ամբրոցներ կան, որ ընդհանրապես չեն շարժում եւ նոր կառուցված շենքեր կան, որ լրիվ զրոյանում են։ Մեր եկեղեցին այն ամրոցն է, որ մեր պապերը հայրերը դրել են։ Ես կարճ օրինակով ասեմ, որ մի օր իմ երիտասարդներից մեկը, որ մասնակցում էր այլ հարանվանությունների, այսպես կոչված աղանդավորների հավաքներին, ինձ ասեց այսօր, բայց ինչ տարբերություն, որ մարդիկ իրոք լավ բան են ասում։ Ես չեմ շեշտել, այսինքն չեմ ասում, որ մարդիկ վատ բան են ասում, քավլիցի, ով է ասում, որ վատ բան են ասում։ Ես իրան օրինակ բերեցի, կոնկրետ աղանդի հետ կապված, այսինքն կան հարանվանություններ, որ երբեք խնդիր չունենք, անկեղծ ասեմ, մեր հավատացյալներից այնտեղ են գնում, այնտեղի հավատացյալներից մեր եկեղեցին են գալի, որովհետև երբեք մենք կասկածի տակ չենք տնում ոչ եկեղեցին, ոչ Քրիստոսին, ոչ երրորդությունը։ Այդ կոնտեքստում երբեք, ասինքն ես ասելիք չունեմ, եթե մարդու համար ավելի հեշտ ընկալելի է, ավելի པարզ տրվող Աստվածաշնչի մեկնաբանություն, ավելի པարզ երկեցողությունը, ես վտանգ չեմ տեսնում, որ այդ մարդը մեր եկեղեցին էլ է գալիս եւ իրեն ոչ մեկ չի ասում՝ մի գնա այդ եկեղեցին, չի արգելում։ Բայց կոնկրետ աղանդավորի հետ կապված աղանդավորական խմբակի ասեցի, եթե դու տղամարդ ես, եթե մեկը գա հայհոյի քո հորն ու մորը, ինչ կանես։ Ինչ ես ասում այսօր։ Ասես, եթե ամբողջ ազգդ հայհոյի, ցեղդ։ Ասես, պատրաստ եմ մորթեմ։ Ասես, ու տես ասում։ Որովհետև այսօր մարդը հայհոյում է քո ցեղը, ու դու գնում ես այդ մարդու մոտ նստում ես, որովհետև քո հայրը, քո պապը, դնա պապը բոլորը եկեղեցու անդամներ են եղել։ Բոլորը հայ առաքելական եկեղեցու հետևորդ են եղել։ Ու հիմա մեկը գալիս է ասում է բոլոր դրանք ոչինչ չեն եղել, իրանք սխալ բանի են հետևել, ճիշտ բանի չեն հետևել։ Ու դու այսօր ասում ես, այո, իրավացի եք, դուք կարող եք այդպես ասել, ես հրաժարվում եմ իմ պապերից, իմ նախապապերից, բոլորից հրաժարվում եմ, որովհետև իրենք սխալ են եղել, այդ ճիշտ դու ես որ եկել ես ասում ես, եղբայր ասենք Պետրոս։ Խնդիրը այստեղ է, որ մեր երիտասարդները պիտի հասկանան, որ մենակ երիտասարդները չէ, ովքեր որ գնում են, որ հարցը ճշմարտության մեջ չի, հարցը ճշմարտության մեջ չի։ Հարցը նրա մեջ է, թե այդ մարդիկ այն հետագիծը, որ թողել են մեր հայրերը, քրիստոնեական հետագիծը, մենք այդպես պիտի շարունակենք, թե մեր հայրերը իզուր զոհվեցին Քրիստոսի համար, որտեղ մենք այսօր այդ հետագիծը ջնջում ենք եւ ուրիշ հետագծով ենք գնում։ Ու գիտեք, ծիծաղելին որն է, որ աղանդավորները այսօր հայ եկեղեցու հետ, ուրիշ եկեղեցիների հետ էլ, բայց կոնկրետ մեր օրինակն եմ ասում, խոսում են Աստվածաշնչով եւ ասում են դուք ձեր ավանդությունից եք խոսում, տեսեք, այլ Աստվածաշնչում այդպես գրված չի։ Աստվածաշնչում ինչ որ գրված է, դա է ճշմարտությունը, իսկ եկեղեցական ավանդությունը ճշմարտություն չէ։
Ես այդ բանին անկեղծ ասեմ, ես չգիտեմ, ծիծաղեմ, խնդամ, ողբամ, թե մարդուն ասեմ, եղբայր, այդ Աստվածաշունչը, որ դու հիմա կարդում ես ու այդ ճշմարտությամբ իմ հետ խոսում ես ինձ մեղադրելով, որ ես այդ ճշմարտությունից շեղվել եմ, եկեղեցին է որոշել Աստվածաշնչի մեջ, որ գրքերը պիտի լինեն։ Ավանդությունը եկեղեցական որոշել է, որ դու այսօր պիտի կարդաս Պողոս Առաքյալի Կորինթացիների թուղթը եւ ոչ թե Պողոս Առաքյալի, չգիտեմ, Նազարեթցիներին թուղթը, որովհետեւ այդ թուղթը համարել են, որ Պողոսի չի գրել եւ չեն ներառել մեջը։ Դա մեր եկեղեցին, ընդհանրական եկեղեցին է որոշել, ու դու մեր որոշածով գալիս ես մեր դեմ պայքարելու եւ ասես, գիտես, Աստվածաշնչում գրած ջուրը դուք սխալ եք։ Եթե սխալ ենք, ուրեմն այդ Աստվածաշունչն էլ, որը որ եկեղեցի սրբազան հայրերը որոշել են, որ այդ գրքերը պիտի մեջ դնեն, դուք դա իրավունք չունեք կարդալու։ Գնացեք, բոլորը միացրեք, ինքներդ որոշեք արդեն որն է ճիշտը, որը սխալը, ու դրանից հետո տեսնենք դուք Քրիստոսի եկեղեցի պիտի լինեք, թե ինչ եկեղեցի։ Այդպես էլ անում են հիմա շատ աղանդավորներ, իրենց Աստվածաշնչի օրինակներն են տպագրում, իրենց ցանկացած թարգմանություններով, իրենց ցանկալի նախադասություններն են կազմում, որպեսզի կարողանան մարդկանց մանիպուլացնեն, ամսական տասանորդներ փոկեն կամ ավել գումար վճարել տան, վախի մեջ մարդկանց պահեն, շատերն են դա անում։ Բայց ինչպես ասացիք, կան, այո, եկեղեցիներ, ավետարանական եկեղեցիներ, որոնք խնդիր չունեն մեր առաքելական եկեղեցու հետ։ Այո։ Եվ ես էլ անձամբ եմ հաճախում այնտեղ, երբ ժամանակ եմ ունենում, ցավոք սրտի ժամանակը քիչ է լինում, բայց ես գիտեմ, որ այնտեղի ժողովուրդներ, այնտեղի հավատացյալները ժամանում են մեր առաքելական եկեղեցի, են գալի պատարագի են մասնակցում, ու իրանք ընդունում են հայ առաքելական եկեղեցին սուրբ որպես եկեղեցի, մեր մկրտությունը, մեր կնունքը ընդունում են։ Ես միշտ եղբայրակցության օրինակն եմ բերել, ժամանակի եղբայրակցությունը կար, որ իրենք ավելի պարզ լեզվով, ավելի հասարակ լեզվով մարդկանց հետ խոսում էին, զրուցում էին Քրիստոսի մասին եւ այլն, եւ իրենք եկեղեցուց դուրս որևէ բան չէին համարվում։ Մինչեւ այսօր էլ չեմ կարծում, որ որևէ մեկը համարի, որ եղբայրակցությունը կամ դուրս է եկել կամ որևէ բան է եղել։ Դրա համար ես շեշտում եմ, որ ոչ թե ճշմարտությունը նա է, ինչ որ մեզ տալիս են, պարտադրում են ու լարում են ինչ որ մեկի դիմաց, այլ ճշմարտությունը նա է, որ ինչ որ մեզ տալիս են եւ ասում են դուք ազատ եք ձեր ընտրության մեջ։ Եթե մեր եկեղեցու հավատավոր զավակը որոշում է, որ պիտի գնա ավետարանական եկեղեցի որևէ բան լսելու համար, ինքը ազատ է, ես երբեք արգելք չեմ լինի իրեն։ Երբեք արգելք չեմ լինի։ Որովհետև քրիստոնեությունը պարտադրովի կրոն չէ, ինքը մարդու ազատ կամքի վրա հիմնված արժեհամակարգ է։ Իսկ եթե ես պիտի հաճախեմ որևէ կրոնական խմբակ, որևէ աղանդավորական խմբակ եւ ինձ ասեն չպիտի գնաս, որովհետեւ իրավունքը չունես, եթե գնաս դու այլևս մեզնից մեկը չես, դա դառնում է ներողություն, կուսակցություն եւ ոչ թե եկեղեցի կամ քրիստոնեական արժեհամակարգերով ապրող համայնք։ Հայր Սուրբ ջան, մի քիչ ուզում եմ խոսենք մեր Անտվերպենի համայնքի մասին։ Հայ համայնքը Անտվերպենում այսօր արդեն հայտնի է դարձել ողջ Բելգիայի սահմաններով մեկ, բոլորը ասում են եւ ուրախանում են նաեւ, կարող է ոչ բոլորը, բայց ես ուրախացողների մասին եմ խոսում, որ մեծ համայնք է ստեղծվել, եկեղեցական մեծ համայնք է ստեղծվել եւ հասել ենք մի կետի, որ արդեն կարողանում ենք համայնքի շնորհիվ եւ բոլորի շնորհիվ եւ իհարկե ձեր կազմակերպչական այդ գործերի շնորհիվ գնել մեր եկեղեցու շենքը կունենանք արդեն հայկական, որտեղ մեր պատարակները կմատուցվի, նաեւ հիմա էլ է մատուցվում եւ շատ կարճ ժամանակ ընթացքում այդ ամեն ինչը եղավ։ Մոտ 1.5 տարի առաջ դուք եկաք Բելգիա եւ այս 1.5 տարվա ընթացքում այս ամեն ինչը կարողացաք անել։ Դժվար էր ձեզ համար։ Անկեղծ ասեմ, այնինչ որ ես պլանավորել էի, այնինչ որ ես սպասում էի, դրանից շատ ավելի արագ ամեն ինչ տեղի ունեցավ։ Շտկեմ 2 տարի առաջ եկա Բելգիա եւ տեսա, որ կա համայնք, պատարակները մատուցվում էին, իհարկե ավելի նվազ թվով մարդիկ էին մասնակցում, նաև կապված ժամի հետ, որ երեկոյան ժամերի պատարակներին բոլորը չէ որ կարողանում են մասնակցել։ Պոտենցիալը բարձ երևում էր, որ իրոք Անտվերպենի համայնքը իր շրջակայքով պոտենցիալ ունի։ Եվ այդ պոտենցիալի վրա պետք է աշխատանք տարվի։
այսինքն ծառայասիրությամբ։ Ես միշտ ճշտել եմ, որ գետի ամենամաքուր մասը դա ակունքն է։ Քանի գետը չի հոսել տարբեր աղբ եւ կեղտ չի հավաքել, ամենամաքուր մասը ակունքն է։ Ուստի եւ եթե մենք ուզում ենք շատ լավ գեղեցիկ քրիստոնեական համայնք ունենանք, նաեւ եկեղեցի ունենանք, պիտի մեր ակունքներին վերադառնանք, այսինքն քրիստոնեական նախնական համայնքին, որտեղ որ ապրում են մեկ ընտանիքի գաղափարով։ Այսինքն այդ ընտանիքի մեջ յուրաքանչյուր անդամ արժեքավոր էր եւ յուրաքանչյուր անդամ իր անելիքը գիտեր, ինչ պիտի անի։ Առանց մանրամասնությունների մեջ մտնելու, թե ինչպես կազմվեց ծխական խորհուրդը, ինչ ճանապարհով քայլեցինք, միայն ասեմ, որ մարդկանց հոսքը անընդհատ կրկնապատկվում էր, որովհետև մարդիկ պահանջներ ունեին եւ պահանջմունքներ ունեին։ Այսինքն ինչ տարբերություն, պահանջներ ունեին, որովհետև տարբեր բաներ կար, որ իրենց դա դուր չէր գալիս, որ իրենք այսինքն տարբեր առիթներով խոսում էին եւ փորձեցինք, որ այդ պահանջները բավարարենք, որովհետև վերջ-վերջո համայնք կոչեցված, կոչյալը ու եկեղեցին ժողովուրդն են, հենց ներկա ժողովուրդն են, եւ եթե այդ ժողովուրդը ուզում է, որ իր եկեղեցում այսպես, պարզ օրինակով ասեմ, եթե իրենք ուզում են, որ պիտի մոմ ուղակի դրված լինի, որ ուզեցողը գա, մտնի բարի, այդ համայնք պահողն են իրենք, եկեղեցին են իրենք, ուրեմն մոմը այդպես պիտի դրվեր։ Եվ մոմը այդպես դրվեց։ Եթե մարդիկ ասում են, որ պատարագի ընթացքում մեզ համար դժվարություն է, երբ որ բնակը պտտում են նվիրատվություններ հավաքելով, որտեղ մենք ուզում ենք աղոթական վիճակով լինենք, ավելի լավ է տնենք միտեղ, մենք կգանք կդնենք, էլ իրենց ցանկությունն է, որտեղ նորից եմ շեշտում, որ եկեղեցին իրենք են եւ եկեղեցին պահողնել են իրենք։ 1-2 մարդկանց հոսքը ավելացավ։ Երկրորդը մարդիկ իրենք ներգրավվեցին, այսինքն հասկացան, որ իրենք ուղակի եկող, ողն վառող, աղոթող մարդիկ չեն, այլ իրենք այդ ընտանիքի լիարժեք անդամ են եւ յուրաքանչյուր մեկը իր անելիքն ունի։ 1-2-ից մեկը եկավ, ասեց հայ Սուրբ կուզեմ այս անեմ, մյուսը ու հասկացան, որ բոլորի համար բաց է դռները յուրաքանչյուր գործողություն կատարելու համար։ Դրա համար բավականին արագ եկանք այն գաղափարին, որ մենք կարող ենք լավ ուժեղ համայնք ունենալ։ Եվ երկրորդը բարերարի անձնական հովանավորությամբ է այստեղ, որ իր վրա էր պատասխանատվությունը վերցրել, որ այս հոգևորականի ծախսերը ես գոնե առնվազն 1 տարի կհոգամ, որպեսզի հոգևորական իր առաքելությունն անի, եւ պիտի տեսնենք, եթե համայնքը արդյոք կկարողանա այդ հոգևորականի ծախսերը հետագայում հոգալ, թե ոչ։ 1 տարվա ընթացքում, երբ որ հասկացանք, որ համայնքը ոչ միայն կարող է հոգևորականի ծախսերը հոգալ, այլ նաեւ առավելն անել, եկանք այն գաղափարին, որ մենք կարող ենք եկեղեցիել ունենանք եւ եկեղեցիել կարող ենք պահել։ Եվ փառք ու պատիվ այս համայնքի յուրաքանչյուր անդամին 2 տարեկան երեխայից մինչև ամենատարեց անձնավորությունը փառք ու պատիվ այս համայնքի նվիրյալ անդամներին տարի ու կեսվա ընթացքում, ճիշտ ճշտեցիք, տարի ու կեսվա ընթացքում մենք առնում ենք Եվրոպայի գրեթե ամենամեծ հայկական եկեղեցին 1100 կամ 1200 քառակուսի մետր իր ամբողջ տարածքով, կողքի սրահներով, որը որ մեր համար մեծ պատիվ է։ Մեծ պատիվ է, որ իրոք այս համայնքը պոտենցիալ ունեցող համայնք է եւ այս քայլով ինքը պատմություն պիտի գրի։ Որովհետեւ, ինչպես ասեցի, սերնդեսերունդ պիտի հիշեն, թե համայնքը, թե եկեղեցին, թե այդ եկեղեցում ներդրում անողներին բոլորին սերնդեսերունդ պիտի հիշեն։ Դա մեր համար իրապես մեծ պատիվ է բերելու, մեծ պատիվ է բերելու։ Ինչպես ասում եմ, մենք մեր լույս աշխարհ ենք գալիս, մեր գնում ենք։ Ինչպես որ ծնվելուց են մեզ լողացնում, հագցնում, նույնպես նաև մահանալուց են մեզ լողացնում, կրկին մեր շորերը հագցնում, ինչ որ մենք կարանք հետագից թողնենք։ Եվ փառք Տիրոջը, որ այսօր Անտվերպենում մեր համայնքով միասին մենք մի հսկայական հետագից ենք թողնելու ապագա սերունդների համար, որովհետև որտեղ որ կա հայկական եկեղեցի, այնտեղ կա հայկական հետք, այնտեղ կա զորավոր համայնք, ու միշտ մարդը գալուց այդպես է տեսնում, եթե եկեղեցին կա, ուրեմն հայրենիքի զորավոր է։ Ուստի մեծ ուրախությամբ եմ ասում, որ իրոք այս համայնքը իր պոտենցիալը ցույց տվեց ամենակարճ ժամանակահատվածում, որ ես երբեք չէի սպասում։ Ես մտածում էի 4-5 տարի հետո կկարողանանք որևէ այդպես գաղափար ունենալ, բայց այսքան կարճ ժամանակի միջոցում այսքան նվիրյալ մարդկանց շնորհիվ ես ուղղակի զարմացած եմ եւ հիմքում ընկած է հենց ընտանիքի գաղափարը, որ մենք ամբողջ բոլորովս միասին մեկ ընտանիքի անդամ ենք։
Ես ինքս կուսակրոն հոգևորական լինելով իմ համայնքի յուրաքանչյուր անդամին համարում եմ իմ սեփական ընտանիքի անդամ եւ պատրաստ եմ 24 ժամ իմ ծառայությունը բերել, իմ օգտակարությունը բերել, իմ խորհուրդները բերել, որտեղ իրոք իրենց վերաբերում եմ ընտանիքի անդամների պես։ Դա իսկապես շատ հուզիչ օրինակ է։ Ես շատ ուրախ եմ, ոչ միայն ես, բոլորս մենք հայրովս ստեղ շատ ուրախ ենք, որ այս կարողացանք կազմակերպել, մենք ունենանք Անտվերպեն քաղաքում մեր եկեղեցին եւ նաեւ բոլոր այն անձանց, որոնց ես արդեն 30 տարի մոտավորապես ճանաչում եմ, ու կյանքում իմ մտքով չէր անցնի, որ այդ մարդիկ կարող են ներկա գտնվեն պատարագի, այդ մարդիկ այսօր զբաղված են եկեղեցա շինության աշխատանքով, ու դա շատ մեծ ուրախություն է ինձ պատճառում եւ ես դա տեսնում եմ։ Ու շատ հուզիչ է ու շատ գեղեցիկ է դա։ Փառք Տիրոջը, որ կարողացանք հասնենք այդ կետին, հայր Սրբջան։ Արտուր, մի բան շեշտեմ, որ իմ կարծիքով կյանքում կարևոր մի հանգամանք կա, երբ որ քեզ տրված է տարածքներ եւ դու այդ տարածքների կառավարիչն ես, այսինքն հողատարածքներ են տված, եւ դու հերվից հեռու տեսնում ես, որ այդ հողը բերի է եւ այդ հողի վրա մշակ ես ուղարկում, դրա համար պիտի բավականին խորիմաստ մարդ լինես եւ բավականին մեծ փորձառություն ունենաս, եւ ես դրա համար շատ շնորհակալ եմ, իրոք շատ շնորհակալ եմ, որ որպես առաջնորդ, որպես պատվիրակ ունենք Խաչիկ Սրբազանին, որովհետեւ այդ խորիմաստությունը ինքը ունեցավ։ Եվ ինքը պոտենցիալը տեսավ հերվից։ Եվ տեսնելուց հետո նաև ես որ եկա Սրբազանի իշխանության ներքո ինքը ինձ ուղարկեց Անտվերպեն, որովհետև արդեն հերվից ինքը պոտենցիալը տեսել էր Անտվերպենի։ Իմանալով հանդերձ, որ միսիոներություն եմ սովորել եւ նաև տեսնելով, որ Իտալիայում ինչ տարբերակով եմ գործում, ինքը ուղարկեց, որովհետև դա էլ մեծ առավելություն պիտի տանք, որ ունենք մի Սրբազան, որ հերվից տեսնում է համայնքների պոտենցիալը եւ փորձում է այդ համայնքների պոտենցիալը իրոք աճեցնել, հասցնել այն կետին, որը որ արդեն կարգավորված համայնքներ կստեղծի։ Ինչպես գիտենք, ինքը մեծ փորձառություն ունի, Ամերիկայի Միացյալ Նահանգներում էլ էր ստեղծել այդ ամենը, եւ հիմա շնորհակալ ենք եւ փառք ենք տալի Տիրոջը, որ հնարավորություն ունեցանք իրեն ունենալ մեզ մոտ եւ կարողանալ այս ամենին վայելել նաեւ։ Դա նաեւ վայելք է մեզ համար, երբ մենք գալիս ենք եկեղեցի պատարագի, բոլորովս ինչպես մեկ ընտանիք, դա իրոք շատ գովելի է, դա շատ լավ է ու ցանկալի է, որ դա շարունակական լինի, հայր Սրբջան։ Դրա համար հաջորդ հարցս է Անտվերպենի այս միսիոներական այս աշխատանքները կատարելուց հետո կարող է պատահել նենց, որ դուք ուրիշ մեկ այլ քաղաքներում էլ ձեռնարկեք այս բնույթի աշխատանքներ, որպեսզի քանի որ մենք ունենք Գենտում մեծ համայնք, Կորտրեյքում մեծ համայնք, տարբեր քաղաքներում ունենք մեծ համայնքներ։ Եվ շատ ողջունելի կլինի, որպեսզի այդ համայնքներում էլ այսպիսի ոնց ասեմ բողբոջներ լինեն եւ այսպիսի ծաղիկներ ծաղկեն, ինչպես Անտվերպենում է կատարվում։ Ես Արտուր ջան, ինչպես ավելի աշխարհական լեզվով ավելի բարձ օրինակը բերեցի, ես այգեպանն եմ եւ այգիների տերը մեր սիրելի Սրբազանն է։ Ինքը այգեգործին ուր որ ուղարկի, այգեգործը պիտի գնա իր ծառայությունը բերի։ Ինչպես որ իմ բոլոր ինչ առաքելություն որ ունեմ, ուղակի կապված է մեր սիրելի Խաչիկ Սրբազանի տեսլականից, որովհետև ես այդ տեսլականը լրիվ կիսում եմ եւ այդ տեսլականի հետ լրիվ համաձայն եմ։ Եթե Սրբազանը որոշի, որ այս համայնքում կամ մյուս համայնքում պիտի իմ ծառայությունը բերեմ, մեծ սիրով բոլոր տեղերի իմ ծառայությունը կբերեմ, որովհետև ինչպես ասեցի, ես ամենքին տեսնում եմ որպես իմ սեփական ընտանիքի անդամներ եւ պատրաստ եմ բոլորի համար ծառայեմ, ծառայությունս բերեմ, բայց ասեմ, որ ամեն ինչ կապված է նաեւ համայնքից, որովհետեւ երբ որ համայնքում լինում է այդ ցանկությունը, երբ որ համայնքում լինում է այդ պոտենցիալը, միշտ համայնքները հաջողության հասնում են, միշտ հասնում են։ Իսկ ես մեր ժողովրդի մեջ միշտ տեսել եմ դա, անկեղծ միշտ տեսել եմ։ Այսինքն 3 բարձ կոմպոնենտ՝ հարգանք, սեր ու խաղաղություն։ Եթե մարդը մտնում է եկեղեցի ու ինքը այնտեղ գտնում է եւ հարգանք, եւ սեր, եւ խաղաղություն, եւ ինքը սիրով, հարգված ու խաղաղ դուրս է գալիս եկեղեցուց, վստահաբար ինքը պիտի փորձի ամեն Կիրակի այդ եկեղեցին այցելի։ Շնորհակալություն ես գեղեցիկ բացատրման համար, հայր Սուրբ ջան։ Հայր Սուրբ ջան, նախորդ անգամ երբ մենք զրուցում էինք,
դուք ասացիք, որ մենք չպետք է ետևենք անձին եւ չպետք է կենտրոնանանք անձի վրա, այլ միշտ պետք է կենտրոնանանք գաղափարի եւ հավատքի վրա, հույսով, հավատքով, գաղափարը հետևելով առաջադիմենք եւ հասնենք ինչ-որ մի կետի։ Ես եւս ուզում եմ նորից այս հարցը ձեզ տամ, բայց չէ որ այդ գաղափարը պետք է ինչ-որ մեկը ներկայացնի, ինչպես նաև դուք արեցիք, երբ եկաք Անտվերպեն, գաղափարը ներդրեցիք եւ մարդիկ գաղափարը հետևելով, բայց նաև հետևեցին ձեզ որպես լիդեր, կարելի ասել, որպես հոգևոր հայր։ Ինչպես անեն մարդիկ, որպեսզի ընտրություն կատարելուց ճիշտ գաղափարը եւ ճիշտ լիդերը ընտրեն, որպեսզի կարողանան ապագան այնպես կառուցեն, որ կործանելի չլինի իրանց համար։ Հարցը շատ հեշտ պատասխանել է, բայց նաև շատ մեծ բովանդակություն ունի։ Երբ որ ես ասում եմ, որ պիտի անձով չպայմանավորվենք որևէ բան, այո, մենք պիտի անձնապաշտություն չունենանք։ Որովհետև եթե մենք անձնապաշտության մեջ մտանք, անձի փոփոխությունը կամ անձի սխալների հետևից գնալը մեզ միշտ կործանման է տանում։ Խնդիր չկա, ենթադրենք, որ ես եկա Անտվերպեն, բերեցի գաղափարախոսություն եւ Անտվերպենի համայնքը համախմբվեց, իրենց հոգևորականին վստահեցին, ասին, որ լավ հոգևորական է, սուտ չի խոսա, եկան, արեցին, կազմակերպեցինք, եկանք հասանք մի մակարդակի։ Այսինքն գաղափարախոսության մեջ ինչն է, որ մենք մի ընտանիք ենք, որ բոլոր այս ընտանիքում հավասար են, որ հոգևորականը բոլորի հոգևորականն է անխտիր, առանց բացառության։ Այդ մարդը ինչ կյանքով է ապրում, սոցիալական ինչ ստատուս ունի, չգիտեմ, սեռական ինչ կողմնորոշում ունի, ինքը բոլորի հոգևորականն է։ Այսինքն եւ արդարների, եւ մեղավորների, եւ անհավատների, եւ հավատավորների, բոլորի հոգևորականն եմ։ Ունենք այս գաղափարախոսությունը, որ մի ընտանիք է, որ եկեղեցին բոլորինն է, կոնկրետ անձերի չէ, այս գաղափարախոսության մեջ մենք առաջնորդվում ենք։ Լավ, վաղը մյուս օրը հայր տիրերը փոխվեց։ Եթե հայր տիրերի փոխվելով մեր համայնքում մարդիկ են լինելու, որ ասեն, դե քանի որ հայր տիրերը փոխվեց, ուրիշ մեկը եկավ, ուրեմն գնանք, ես առաջի մարդը լինեմ, այդ գաղափարախոսությունը մի կողմ գցենք, եկեղեցին իմ ձեռքը վերցնեմ, այսպես այնպես նշանակում է այդ մարդիկ այդ գաղափարախոսությունը չեն էլ ընդունել։ Բայց եթե իրենք այդ գաղափարախոսությամբ են շարժում, եւ Աստված մի առ ասել է, ոգևորականը գալիս է եւ ասում է, բարով, այստեղ ինչ պիտի անեմ, իրենք ասում են, մենք այսպես ենք շարժում։ Սա է մեր գաղափարախոսությունը։ Դու սրա մեջ կամ մտնում ես, կամ չես մտնում։ Եվ համոզված եղեք, երբ որ գնում ես օրինակի համար, կոպիտ օրինակով ասեմ, մտնում ես որևէ ակումբի մեջ, այսինքն ֆուտբոլային ակումբ կլինի կամ սպորտային որևէ ակումբ, ինքը ունի իր կանոնները արդեն, իր գաղափարախոսությունը։ Դու եթե դրա մեջ չես տեղավորվում, իրենք ու կռիվ չեն անում, ասում են ներողություն, բայց այլևս մեր ակումբ չես կարող գալ, որովհետև սա է մեր կանոնները։ Կոպիտ օրինակով ասեցի, եկեղեցին այդտեղը չէ, այսինքն համեմատելի չէ, բայց որքան առավել եկեղեցին, որ պիտի ունենա եկեղեցին իր կարգ ու կանոնը, եկեղեցին պիտի ունենա իր ապրելակերպը, իր գաղափարախոսությունը, իր ներքին կանոնադրությունը, իր արտաքին կանոնադրությունը, իր հարաբերվելու ձևը, եւ որևէ մեկը եթե դրա մեջ չի տեղավորվում, պիտի այդ մարդուն ասես եղբայր, կամ պիտի տեղավորվես այս ամեն ինչի մեջ, որովհետեւ մենք այսպես ենք ապրում, կամ եթե չէ, խնդրում եմ հեռու մնա։ Դրա համար եմ ասում, որ գաղափարախոսությունը կարևոր է։ Հիմա պարզագույն օրինակով վերցնեմ, այսօր այն ինչ որ կատարվում է մեր ժողովրդի մեջ, դա գաղափարախոսության իսպար բացակայությունն է, որովհետև մեր ժողովրդի մեջ անձնապաշտության գագաթնակետային վիճակն է։ Այսինքն մեր մոտ մարդապաշտությունը առաջին տեղն է գնացել։ Որտեվ եթե մեր խոսույթը դուք նայեք, մարդիկ խոսում են պողոսական ես, թե ապողոսական ես։ Եթե պողոսական ես, մեր հետ չես, եթե ապողոսական ես, մեր հետ ես։ Այդ կոնֆլիկտի ժամանակ էր, չէ՞ որ Քրիստոս ինչ էր ասում, ներողություն Քրիստոս, Պողոսն ու Ապողոսը ասում են, որ Քրիստոս երբեք բաժանում չդրեց Հռոմեոսի ու Հրիայի միջև։ Եթե գնում ես Քրիստոսի հետևից, վերջ։ Մենք ինչու ենք այդ բաժանումները դնում, որովհետև սիրելի Արտուր, բաժանիր եւ տիրիր ամբողջ պատմության ընթացքում ավելի հեշտ է եղել, քան գաղափարախոսություն ու դրա հետևից գնալը։ Ես ազգեր կարող եմ ասել, որ իրենց ամբողջ
դիվանագիտությունը հիմնել են դրա վրա, բաժանիր եւ տիրիր, եւ ազգեր կարող եմ ասել կամ մի քանի հատ ազգ, որ հակառակը, այսինքն գաղափարախոսությունն են դրել ու հասել են գագաթնակետին։ Երկու ազգ ասեմ, Չինաստան, Իսրայել։ Այս երկու պետություններն էլ ծանր վիճակից գաղափարախոսության հետևանքով հեգեմոն դարձան։ Մյուս ազգերին չեմ ասի, որովհետև լավը կարող եմ ասել, վատի մասին չեմ ուզի անդրադառնամ, որ տարիներ շարունակ մեծ տերությունները Հնդկաստանի նման, Կիպրոսի նման այլ բաժանել են եւ տիրել են։ Արհեստական բաժանումներ են դրել։ Երբ որ նույն ազգի մարդիկ սկսում են իր դեմ պայքարել, իրար դեմ պայքարել, իրար սպանել, նշանակում է, որ ինչ որ մեկը այդտեղ արդեն բաժանել է, որպեսզի տիրի։ Իսկ երբ որ տեսնում ես, որ փոքրիկ մի ազգ կամ մեծ պետություն հստակ գաղափարախոսության հետ գնալով ինքը հասնում է իր կետերին, նշանակում է այդտեղ գործում է երկրորդ տարբերակը՝ ազգային գաղափարախոսություն։ Ինչպես անենք, որ մեր ազգի մոտ լինի ազգային եւ քրիստոնեական գաղափարախոսություն, որպեսզի հետևեն իրենց հայ ազգայինը եւ Քրիստոսին, ուրիշ ոչ մի բան։ Իրենց պետք չէ հետևել ինչ-որ մեկին։ Ինչպես կարելի է դա անել, որ մարդիկ հասկանան։ Ինչ խորհուրդ կտաք, հայր Սուրբ ջան։ Դրան ընդամենը մեկ բառ կա՝ դաստիարակություն։ Պիտի ունենանք դաստիարակություն, փոքրերից սկսենք, մինչև մեծահասակները մի քիչ ավելի դժվար են, որովհետև իրենք արդեն կազմավորված են, բայց գոնե եկող սերնդին պիտի դաստիարակենք հենց գաղափարախոսությամբ, ոչ թե անձնապաշտությամբ, այլ գաղափարախոսությամբ։ Եթե դա էլ ունեցանք, միևնույնն է, մեր ազգը զորավոր ազգ է։ 10 տարի կանցնի, 20 տարի, 30 տարի, էլի հզոր ազգ պիտի դառնանք, հզոր հայրենիք պիտի ունենանք։ Միայն թե ունենանք դաստիարակություն, ճիշտ դաստիարակություն։ Ինչպես եք դուք տեսնում 20 կամ 30 տարի հետո մեր հայկական համայնքը, օրինակ Բելգիայում, եւ մեր առաքելական հայ եկեղեցին Բելգիայում, ինչպիսին է լինելու։ Անկեղծ ասեմ, հիմնվելով այսօրվա թե ներկա համայնքի անդամների, թե երիտասարդների եւ թե փոքրերի ակտիվության, ազնիվ նվիրումի ու աչքերի մեջ ապրող հայրենասիրության, ես կարծում եմ, որ մենք Բելգիայում ոչ թե առաջիկա 5 կամ 10 ավելի կարճ ժամանակահատվածում ոչ միայն կունենանք Բելգիայի հայոց թեմ, այլև կունենանք եվրոպական զորավոր համայնքներից մեկը։ Մի համայնք, որ կարող է լավագույն խնդիրները լուծել, հայկական լոբիով զբաղվել, մեր շահերը առաջ տանել եւ կարծում եմ, որ ապագայում նաեւ բոլոր ասպարեզներում մենք կունենանք մեր հայրենիները, ովքեր ոչ միայն ազնիվ իրենց ծառայությունը կբերեն Բելգիայի թագավորությանը, բայց նաեւ կփորձեն իրենց օգտակարությունը բերեն մեր ազգային եկեղեցական շահին։ Առավել քան վստահ եմ։ Հայր Սուրբ ջան, Սրբազանի հետ զրուցելուց անցած տարի, երբ ես Սրբազանի հետ էի զրուցում, Սրբազանը ասեց, որ ցանկալի է, որ Բելգիայում լինի իր թեմը, Բելգիան ունենա իր թեմը եւ նաեւ շատ հնարավոր է, որ ճեմարան բացվի, հոգեվոր ճեմարան, որտեղ կուսանեն մեր երիտասարդները։ Դա դեռ ուժի մեջ է, այդ ցանկությունը դեռ կա։ Ցանկությունը միշտ կա, որովհետեւ եւ Սրբազանը եւ նաեւ, ինչպես ասեցի, իր գաղափարները կիսում եմ, միշտ մեր տեսլականը նա է, որ հոգեվորականները, մանավանդ Եվրոպայի համար, լավ կլինի, որ տեղի համայնքներից լինեն։ Մարդիկ, ովքեր որ ծանոթ են համայնքին, մարդիկ, ովքեր ծանոթ են մշակույթին արդեն, որտեղ որ ծնվել են, մարդիկ, որ ծանոթ են աշխարհաքաղաքական ամեն վիճակի։ Ինձ համար օրինակ, երբ որ ես Իտալիա եկա ուսանելու, շատ դժվար էր։ Որտեղ ուրիշ մշակույթ տեսա եւ բավականին ժամանակ պահանջվեց, մինչեւ որ մտա այդ մշակույթի մեջ եւ փորձեցի իմ ծառայությունը բերեմ։ Հետո արդեն Բելգիա փորձառությամբ եկա, բայց պատկերացնում եմ, եթե ես Իտալիա ծնված մեծացած լինեի, որքան հեշտ պիտի լիներ ինձ համար։ Ոստի այդ գաղափարը նպատակները միշտ կա, բայց այդ գաղափարի նպատակների կարևոր կետը այն է, որ ամեն ինչ ուղղակիորեն վեկտորական ուղղությամբ կախված է մեր հավատավոր ժողովրդից։ Որովհետև եւ թեմի համար իրենք պիտի որոշեն։ Երբ որ թեմը եղավ, եւ թեմի առաջնորդին պիտի իրենք ընտրեն։ Երբ որ թեմի առաջնորդը եղավ, թեմական խորհրդով պիտի որոշեն ճեմարանը բացում են, չեն բացում, ամեն ինչը ուղղակիորեն կապ ունի մեր հավատավոր ժողովրդի ցանկության
եւ իրենց տեսլականի հետ։ Այսօր ջան, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնեմ ձեզ, որ այս գեղեցիկ զրույց ունեցանք այսօր։ Հուսով եմ այս ջեր մթնոլորտն ու այս հուզիչ պահերը նաև վերապրեցին մեր ունկնդիները։ Շատ շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Աստված օգնական լինի ձեզ, պահապան լինի, միշտ լինեք մեր կողքին, մեր թիկունքին, որպես հոգևոր հայր։ Շատ շնորհակալ ենք Աստծուց, գոհենք, փառք ենք տալի Տիրոջը, որ ունենք ձեզպես հոգևոր հայր մեր կողքին։ Շատ շնորհակալ եմ, սիրելի Արտուր, փառք եմ տալիս, որ գտնվում եմ Բելգիայում, որ կարողանում ենք ամեն մեկս մեր ծառայությունը բերել եւ ինչպես որ Սրբազանն ասեց, ես նույնպես կիսում եմ միտքը, որ Բելգիայի հայության քանակի համար 3 հոգևորականներն են քիչ։ Մենք 3 հոգևորական ենք, բայց մենք էլ ենք քիչ։ Եվ Աստծո կամոք, երբ որ ապագայում ավելի պայմաններ ունենանք, կարծեմ որ հոգևորականների թիվն էլ կավելանա, ժողովրդի թիվն էլ կավելանա եւ կունենանք իրոք բարգավաճ Բելգիայի ոչ միայն եկեղեցիներ, այլև նաեւ թեմ։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ նաեւ հնարավորության համար, որ այս ֆորմատով միասին զրուցենք, մեր գաղափարները կիսենք մեկս մյուսի հետ, մեր խորին շնորհակալությունը եւ ձեր հաղորդմանը բարգավաճում ենք միշտ մաղթում։ Շնորհակալություն Հայր Սուրբ ջան, Աստված օգնական Հայր Սուրբ ջան։ Ստեսին ձեզ։